Քանի որ մենք ստեղ օրակարգը Ռուբենի հետ երկխոսությունն է, իսկ Ռուբենի ուղերձները մեծ ամասնությամբ ռուսերենով են ընդեղից եկել, ընդեղ կտորներ կան, որ հայերենով են։ Միգուցե դրա մեջ էլ ինչ-որ սիմվոլիկ խորհրդանշական ինչ-որ բան ստացվեց հորացուն, որ հնչեց Ռուբենի և հայրիկի սիրված հորացուն, հնչեց Երևանում, որտեղ Ռուբենը ծնվել են, պետք է ասեմ, որ սա Ռուբենի ծննդավայրն է։ Մեր ընտանիքից մենակ Ռուբենն է Երևանում ծնվել։ Մեր հայրիկը Էջմիածինում է ծնվել, մայրիկը Թիֆլիսում, ես Մոսկվայում, Ռուբենն է Երևանի զավակ։ Պետք է ձեզ ասեմ, որ ուրեմն Ռուբենը շատ լուսավոր երեխա էր, ու առաջի բառը, որ ասեց, դա բարևն էր։ Ինքը բարևում էր բոլորին։ Դա երևի բնորոշ էր տեսակ է։ Գիտեք, մարդիկ գալիս են ինչ-որ մի տեսակով։ Ուրեմն եկեք մենք էլ մեր բարևը Ռուբենին էստեղից ուղարկենք և փորձենք այն հարցադրումները և հորիզոնական, և ուղղահայաց, որը մեր կյանքի ընթացքում մենք բոլորս տալիս ենք և մեզ, և երկնքին, և Աստծուն, և ապրածին, և չապրածին, արածին, չարածին, այդ ամեն ինչը ամփոփենք Ռուբենի ուղարկված ուղերձների խոսակցության շրջանակում։ Ես երբ որ խոսում եմ հեռախոսով, ես ոչ մի անուն չեմ տալիս, համենայն դեպս, բայց միշտ բարևները հաղորդում եմ, ասում եմ Ռուբեն ջան, քեզ բարևում են, քո համար աղոթում են։ Ինքը ինձ ասեց, Մարին, ես դա զգում եմ, հավատացեք այն ինչ որ մենք այստեղ անում ենք հիմա, ինքը այնտեղ դա զգում է։ Ուրեմն բարև, միևնույն է բարև, հարազատ օտարներ, միևնույն է գարուն է, գարնան նախավերջի օրն է, շատ շնորհակալ եմ, որ ստեղ եք։